Ընդհանրապես պետության հանդեպ վերաբերմունք է, չէ՞, որ Մամիջանյանը ստեղից կանգնած մարտի 1-ով ու ընտրակեղծարարությամբ ընտրված նախագահային ասում է նախագահ Սարգսյանը ու ասում են խաթաբալադային համազասպ այդ տոնով ու ասենք ընտրված վարչապետին դիմում է միայն ազգանունով։ Դա ելույթս կառուցելուց մտածում էի ոնց պետք է խոսամ այդ ամեն ինչից, հետո մտածեցի, որ Տիկին Աննա Մկրտչյանը ոնց էլ չլինի մի 3 անգամ իշխանազավթ բառը կօգտագործի ելույթի մեջ եւ ինքը ինձ հուսախաբ չարեց ու կխոսեմ։ Ուրեմն ճիշտ է, Տիկին Մկրտչյանը գնացել է, բայց ես իրան ուզում եմ ասեմ, ես հասկանում եմ, որ դուք տրավմա ունեք անցյալից, ոնց օրինակ մանկական տրավման, բայց ձեր տրավման հեղափոխությանն է վերաբերվում, որովհետեւ ձեր համար անընդունելին է տեղի ունեցել ժողովուրդը իրականում իր իշխանությունը հետաբերել էլիտաներից, բայց ես ձեզ ուզում եմ հիշեցնել մի ուրիշ բան։ Ուրեմն կարող եք գնալ հետ 2003 թվական, երբ որ ձեր առաջնորդը Քոչարյանի շտաբի պետն էր ու տեղի ունեցան ամենախայտառակ ընտրությունները, որը իմիջիալոց երևի միակ դեպքն է, որ ընդհանրապես չի ընդունվել ոչ մի միջազգային կառույցի կողմից։ Ոչ մի։ Արձանագրվել է բռնություններ, եղել են 100% ձայն հավաքված տեղեր, եղել են տեղեր, որտեղ մասնակիցներից ավելի շատ ձայներ են եղել են տարատեսակ բռնություններ, 250 բերման ենթարկվածներ, որից 70 կալանավորվածներ, ու այս ամեն ինչին, երբ որ եվրոդիտորդները չէին ուզում ընդունեին այս ընտրությունների արդյունքները, ինչա պատասխանում շտաբի պետը, ասում է ձեր ժողովրդավարությունը մեր ժողովրդավարությունի հետ կապ չունի, դուք բան եք, եվրոպացի եք, դուք չգիտեք մեր մենթալիտետը, ձեր ժողովրդավար մենք մեր ձևով, այդ մեր ձևով ինքը 2003 թվին է ձևակերպել։ Եվ սրանով եւս մեկ անգամ միջազգային կառույցները արձանագրել են, որ ոչ միայն ընտրություններն է կեղծված, այլև այս խոսքով խաթարվում է ընդհանրապես վստահությունը միջազգային կառույցների հանդեպ Հայաստանում։ Էս եք եղել դուք, երբ որ եղել եք շտաբի պետ Քոչարյանի համար։ Ընդհանրապես փոքրիկ իշխանազավթում տեղի ունենում հիմա, եթե ուշադրություն եք դարձրել, պարոն Մամիջանյանը սկսել է խոսալ պատիվ ունեմ մասին որպես հանրապետական կուսակցություն։ Ինչի, ես կարամ անեմ հետևությունները, որովհետև այս impeachment-ը իրականում օրակարգ ստեղծելու ձև է, որովհետև Հայաստան դաշինքը այդ միութենականի օրակարգի իրանով է արել, իրանք այդ մասով չեն կարողանում ու իրանց օրակարգ պիտի ստեղծեն, եկել սարքել են impeachment-ը։ Ու impeachment-ը իրանք ձգելու են, իրանք համակերպվել են, սա որպես sense բան, օրակարգ ձգելու են մինչև ընտրություններ, բայց խնդիրը որն է, որ իրանք դաշինքով հանդես գան, կարող է շեմ չհաղթահարեն, առանց դաշինքի կարող է եւ հանկարծ ստացվի շեմ հաղթահարելը։ Ու այս մարդը ռեբրենդինգ անում պատիվ ունեմը։ Ինչքան էլ տխրահրճակ է պատիվ ունեմի պատմությունը, բայց այնտեղ կային այլ կուսակցություններ, հիմա էլ կա ոչ կուսակցական։ Բայց պարոն Մամիջանյանը որրորդ անգամ է գալիս է ասում է հանրապետական խմբակցությունը։ Այ իշխանազավթում է սա, երբ որ դուք պատիվ ունեմի անունը նույնիսկ փոխում ու փորձում եք հանրապետականի անվան տակ գնաք դեպի ընտրություններ, օրակարգ ընտրելով ընդհանրապես impeachment-ը որպես ձև, որպես ես կասեի խեղճատակություն, շնորհակալ եմ։